Փետրվարի 17-ին երկինքը ասում է. հինը փակիր և բացիր նոր էջ։ Այո, սիրելիները, սա սովորական օր չէ։ Եթե վերջին օրերին խառն ես, եթե սիրտդ ծանր է կամ ամեն ինչ արագ է փոխվում, դա էլ պատահական չէ։ Այս նորալուսինը ոչ թե ցանկությունների օր է, ինչպես առհասարակ լինում է, այլ որոշում կայացնելու։ Եվ այսօր փետրվարի 17-ին տիեզերքում ամանոր է եւ վերջապես հրե կարմիր ձին գալիս է իր իշխանությանը։ Փետրվարի 17-ին մենք ունենք նորալուսին եւ նաեւ այս նորալուսնով մենք մտնում ենք խավարումների միջանցք։ Դու կարող ես չհասկանալ ինչ ես ուզում, ինչ ես զգում, բայց մի բան հստակ է, որ ոչինչ այլևս նման չէ նախորդ ցանկություններին։ Հիմա ամենակարևորը այս խավարումների շրջանի մեջ քո կյանքը եւ քո կյանքի պատասխանատվությունը վերցնելն է քո ձեռքը, ոչ թե կիսատ, այլ այն ինչ որ դու հետաձգել ես, կան թեմաներ, որոնք որ բացվել են եւ անավարտ են մնացել, ոչ թե քեզ վախեցնելու, այլ քեզ վերջապես քո ճիշտ եւ իրական կարևորության մեջ գտնելու համար ավարտելու մասին է։ Դրա համար էլ խավարումների շրջանում մարդիկ հաճախ նկատում են, որ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ աշխատում է այնպես, ինչպես մենք էինք մտածում եւ ուզում մեր համար։ Աշխատանքում կարող են փոխվել պայմանները, առաջարկները, ուղղությունները, եւ շատ կարեւոր է հասկանալ այս ընթացքում ինչն է ձեզ ծառայում եւ ինչ այլևս ձերը չէ։ Եվ քանի որ երկնքում կա եւս մի կարեւոր բան, դա Սատուրնի եւ Նեպտունի թերման են եւ երկուսն էլ ծանր ու խորը էներգիաներ են։ Նեպտունը դա մեր երազանքներն են, Սատուրնը մեր դասերը։ Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք Սատուրնի պատասխանատվությունը վերցնենք մեր վրա եւ սահմաններ դնենք, վերջ տանք այն ամեն ինչին, ինչը վախենում ենք բաց թողնել։ Իսկ Նեպտունը ասում է. մի կորցրու հավատդ, երազանքդ եւ նպատակներդ մի թող եւ սրտի ձայնը լսի, քանի որ պետք է քո երազանքը դառնա նպատակ եւ դու քայլես դեպի այդ նպատակը։ Այս շաբաթը շատ կարևոր է, քանի որ տիեզերքում այս 15 օրը ոչ միայն պայմանավորված են միայն փետրվարի 17-ով, այլ շատ կարևոր է, որպեսզի այսօրվանից սկսած 15 օր մենք ուշադրություն դարձնենք մեր կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, ավարտենք կիսատ գործերը, նոր նպատակներ մեր համար սահմանենք եւ փոքրիկ քայլեր անենք, որպեսզի հասնենք այդ նպատակներին։ Խավարումների շրջանում շատ կարևոր է, որ չփորձենք ամեն ինչ վերահսկել, քանի որ ավելի ճկուն լինելը շատ ավելի դժվար է ստացվելու, քան ուշադրություն դարձնենք այն մանրուքներին, ինչն է մնում մեր կյանքում եւ ինչն է փորձում մեզանից հեռանալ։